Հիմա գանք մեր հոդվածին եւ եկեղեցու հասցեին վերջին օրերին այդ թվում նաեւ անդիմադիր կոչվող դաշտից հնչող մեղադրանքներին մարդիկ այդ օրն էլ եւ Գերագույն հոգեվոր խորհրդի նիստներ գնացել էին Մայրաթոր Սուրբ Էջմիածին, հայտարարում էին, որ սպասում են կաթողիկոսի զանգերին, նպատակը պարզ էր եւ հենց այդ նպատակի մասին է մեր հոդվածը։ Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հարձակումները ու զրպարտանքները հնչեցրեց Գարեգին Բ կաթողիկոսի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին, դրանք միտված էին եկեղեցու վարկաբեկմանը եւ հեղինակազրկմանը ազգային կառույցների նկատմամբ խորացող թշնամանքի տրամաբանությամբ, սակայն եկեղեցին հավատարիմ իր դարավոր առաքելությանը արձագանքեց ոչ թե հույզով, այլ արժանապատվությամբ, նրա պատասխանը զուսպ էր, բայց եւ ուղղված էր ճշգրիտ հասցեատիրոջը, առանց ընկնելու իշխանական հռետորաբանության թակարդը։ Այս հանգիստ եւ ինքնավստահ դիրքորոշումը թվում է ավելի է բարկացրել ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներին։ Երրորդ նախագահին մոտ կանգնած շրջանակները դժգոհեցին եկեղեցուց, քննադատելով, թե ինչու այն կոչ չի անում փողոց դուրս գալ։ Նրանց շուրթերից հնչեց արդեն ծանոթ արտահայտությունը, 100 հազարավոր մարդիկ սպասում են եկեղեցու կոչին։ Բայց պարզ հարց է առաջանում, եթե այդ 100 հազարավորները կան, ապա ինչու չեն շարժվում ինքնուրույն։ Իրականում սա հերթական քաղաքական հաշվարկն էր Սերժ Սարգսյանի կողմից, նա ում շուրջ չկա իրական զանգված, փորձում է բողոքի շարժումը հրահարել ուրիշների, մասնավորապես եկեղեցու միջոցով։ Սա այն պայքարն է, որի մասին նա խոստումներ է տվել, բայց իրականացնել չի կարող հասարակության իրական աջակցություն չունենալու պատճառով։ Բարեբախտաբար եկեղեցին չընկավ այս խաղի մեջ, այն պատասխանեց զրպարտություններին առանց դառնալու այլ շրջանակների պլանների թիկունք։ Արժանապատիվ հաշվարկված ու պատասխանատու պահվածքով հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս անգամ ապացուցեց, ազգային հիմքերը չեն կարող ծառայել ժամանակավոր շահերին։ Այսպիսով Սերժ Սարգսյանի հերթական պլանը տապալվեց, իսկ եկեղեցին կրկին մնաց իր դերում որպես հոգևոր բարոյական ազգային հավատի հենասյուն։